Վայ, առավոտվանից թափառում եմ սովից մեռա։ Տղեկը ասեցին, որ բրանդի եւ օրանժի մեջտեղը Վիլսոնի վրա լավ շարմանոց կա, ռափիդա։ Տեսնենք լավն է, թե չի ասում են։ Մի ինչ իմանանք, լավն է, թե լավը չի, տեսնենք հələ։ Այնքան համովար ժողովուրդն, այնքան համովար թուղթը հետը կերա, սեն շարբար չեմ կրել, ունեն հատուկ դրեսինգ կաստ է, շարբար շատ կա, բայց այն դրեսինգ մարդ չունի, այնքան լավն է ժողովուրդ, ինքես մտել բերանս, թող հաց ուտեմ, յա, հանջատեք էտ կամերա միակ հլը։ Այսօր կխոսենք մի շատ կարևոր թեմայի մասին են, Գյումրիի ընտրությունների մասին կխոսենք։ Ժողովուրդ ջան, գրանցվեք ալիքից, տարածեք այս նյութերը, եթե համարում եք, որ հիմա արածա ինչ-որ օգուտ կարող է տալ, ներեցեք։ Եվ իհարկե լայք դրեք, հենց հիմա որ դնեք, ասենք ահագին YouTube-ը կֆռացնի, էլի։ Բարև ձեզ։ Ընտրությունների մասին հիմա խոսվում է Գյումրիի եւ ես արդեն լուրեր ունեմ, որ այսօր անուններ եմ տալու կներեք, որ ասում են Վաշտանիկի թիմը արդեն փող է բաժանում, չգիտեմ դիք ճիշտ է թե չէ, հա, 100%, համենայն դեպս կան, ասում են կոնկրետ մարդիկ, որոնց որ առաջարկել են այդ փողը, հետո չի վերցրել բան եւ այլն, լսել եմ։ Գիտեք, հիմա որպեսի բամբասանք չլինի, որովհետեւ անմեղության կախավարկած կա բան կա, մի քեզ բան։ Ուղղակի հնարավորությունների մասին խոսել, կարող է, որովհետև ժամանակին եղել, եթե իմանամ, որ պարոն Վարդանիկը բանա գնացել է ջութակի կուրսերի եւ հիմա ուսումնասիրում է ջութակ նվագել, ես կզարմանայի, կասեի, ինչ եղավ այս մարդուն։ Պաշտոնյա մարդը, հարուստ մարդը ինչ գործում, ինչի ուզում ջութակ սովորի։ Հետո ընդունվի ասենք Սպիվակովի մոտ որպես առաջի ջութակ կզարմանամ, բայց երբ որ ասում են տես բան է եղել, քանի որ առաջ եղել է եւ տեսել են եւ բան, ասում ես ով գիտի կարող է։ Սիրելի գյումրեցիներ, գիտեմ որ դու թասիբով մարդ եք էլի այդպես, հա էլի, հանգած պես բանջեն եք, այդ փողը ամոթ է, մի վերցեք, դիք հարամ է էլի, հա։ Ինչ եմ խոսում ընդհանրապես դա մասին, որովհետև կիսով չափ գյումրեցի եմ եւ օղորմացիկ հորքուրս ասում էր երեխեք ջան, այսօր բիբար կրծող մի սեք սիգերևնցի չէ, սիկ ջորի է, ջորի։ Հəbə։ Հա, քանի որ ջորի եմ, ես կես սա հիմա խոսում, էլի պապայի կողմն է խոսում։ Կուզեի, որ արդար նորմալ ընտրություններ լիներ, որ ասենք քեպեից բրծնենք վերջապես։ Հիշում ենք իհարկե առաջ ոնց էր, չեմ ուզում այդ խոսք ասեմ նախկինում, բայց դե առաջներում, սենց ասեմ, որ ջիպերով են գնում են իրար հետևից, կրակում են իրար, հետո բան էին անում, մարդ են գցում մեքենայի տակ չէին նստում եւ այլն կամ գիտենք, տեսել ենք էլի, գիտենք, դրա համար աշտերից վախեցած է։ Եվ ուղղակի ով լինի մենակ քեպեին չի, ժողովուրդ քեպեի մի ընտրի, քեպեի չի լինի, այ քեզ բան դժվար է։ Եվ դեռ ավելին գիտենք, որ բանում, ասենք Գյումրիի ընտրությունները ինչիով է կարևոր, որովհետև երկրորդ քաղաքն է, հայրաքաղաքը, այո, հա։ Եվ դա Գյումրիում ընտրությունները հետո Երևանի ընտրությունների վրա է ազդելու, այնուհետև պարլամենտական ընտրությունների վրա է ազդելու, տենց գնալու է։ Իսկ ես ընտրությունների մասին խոսում վերջի մոտարապես 3 տարին, հա։ Ու այն գլխից ասել եմ, ժողովուրդ ջան, եկեք հիմիկվանից մտածենք ընտրությունների մասին, որպեսզի սրանց փոխենք։ Սրանց փոխենք, նախկիններն էլ չգան։ Հիմա սրանց մասին չեմ ուզում խոսեմ, ինչի փոխենք, որովհետև մոդայա իշխանության քրֆելը, ես էլ մեռա քրֆելով չեմ ուզում բերանից կեղտոտեմ, գիտեք, պարզավոր պետք է գնան, վախնա, հələ լավ էլ ուշացել են, վաղուց պետք է գնային, բոլոր իրանց արած
ապիկարությունների, ստորությունների, այլանդակությունների համար։ Նույնիսկ այն թևը նախին չպետք է գա բնականաբար, որովհետև այն այլանդակությունները մենք հիշում ենք։ Ես կոնկրետ Գյումրիում մի անգամ այդ կինո Երևանը կա, կինո Երևանը թե կինո թե հայրենիք թե չէ կինո Երևանը ոնց որ թե այն մեջը այն սիրուն այն շենքը կա, առաջվա KGB-ի շենքը, բանը որ կա, բանի հենց հրապարակին կից, հա, շատ սիրուն է սարքած այդ փողոցը եւ մի հատ անճոռնի շենք կա, որը որ երկու հար կա, երրորդ հարկն է գցած վրան, մի հատ մարդ է նստած հարցած ասես երրորդ հարկը չենք, це դի վարտանիքի շենքն է եղել, հա, հետո Նիգոլը չթողեց որ սարքե, ուտպես մնացել է, հա։ Այսինքն հետ էլ տենց Գյումրվա մի պատմություն էլի, հա։ Սիրելի գյումրեցիներ, չխափնվեք, միշտ ընտրեք նրանց, որ դուք ուզում եք, ձեր սիրտն է ուզում, ոչ թե որ փող են տվեք, կամ առաջ կամ վախեցրել են, կամ բան, էլի։ Ես կացամ այդ ժամանակները պիտի որ անցածին։ Գոնե այս ոչ ու փուչ իշխանապողություն ասեմ, հեղափոխություն ասեմ, գոնե դրանից մի օգուտ քաղենք, որ մեր իրավագիտակցությունը մի փոքր բարձրացել է։ Հիմա իրավագիտակցության բարձրացման մասին եւ գրանտակերների մասին, որոնց մասին հա խոսում են։ Ինչ որ մի տենց բան կա, խոսք կա, էլի խոսույթ, հա, ասենք մի պատում կա, որ այ տեսեք, գրանտակերները դրսից փող են ստանում, որ մեր եգիրը փչացնեն։ Հա, ու մեկ է սորոսական է, այդ բոլոր գրանտերն ասում են սորոսական, այդ էլ է այդ արկի, որովհետև դա Մարիա Զախարովայի խոսքն է։ Ժողովուրդ, թումոն որ սարքել են, վատ է, բայց գիտեք որ դրսի փող է դա։ Հարուստ մարդիկ որոշել են, հայ մարդիկ են եղել, ընտանիք ա եղել, որոշել են այդպես մի հատ կենտրոն հիմնեն, ու դա դրսի փող է։ Քրքորյանը որ փող էր տալիս, որ հետո Քոչարյանի տիպը կեսը լափեց։ Այդ վատ էր, հա, որ սարքեցին, թատրոնները սարքեցին, ճանապարհ էր, բան, այդ ուրիշ բան որ բանն անբարեխիղճ են, այդ ուրիշ հարց։ Այդ վատ էր։ Շարլ Ազնավուրի ֆոնդը, որ դրսի փող է եղել, էդ էլ որ երկրաշարժի ժամանակ միլիոններ մտավ Հայաստան, որ Հայաստանը սարքեցին կեսը Լևոնի թիմը կերավ։ Շատերին հողը խաբար չհասցնի, ոնց որ արդեն չկան։ Վատ էր։ Ինչ է։ Այդ լրատվամիջոցները որ կան, բոլոր անկախ լրատվամիջոցները, որ օբյեկտիվ ինֆորմացիա են տալի մեզ։ Նույն հետքը, որ այդքան սիրում եք։ Որտև ինքը բացահայտումներ անում, իշխանության մասին, ընդդիմության մասին, ամեն ինչ անկախ լրատվամիջոցը, պետության փողերով է ապրում, ժողովուրդ ոչ մի պետություն անկախ լրատվամիջոց չի պահում։ Ես մի գաղտնիք բաց է, որովհետև այդ անկախ լրատվամիջոցը օգտագործվում է պետության դեմ, ոստիկանության ապօրինությունների դեմ, դատախազների, դատավորների ապօրինությունների դեմ, անկախ լրատվամիջոց է կարա դա։ Հեմեկով չեն կայնի ասի, գիտեք ինչ։ Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի եսիմ ինչ բարեկամը կամ այսինչ ինչ-որ մարդը բանա հանցագործա կամ կաշառակիրը, չէ, դա ասում է անկախ լրատվամիջոցը։ Այդ որ Եվրոդատարաններում մեր հայրենակիցները, որոնց որ Քոչարյանը ունե զրկեց եւ շպրտեց դուրս սարքեց Հյուսային պողոտա, որ փող են շահում հիմա, բան են, դատ են շահում եւ փող են ստանում, ով արե պետությունն արե, ժողովուրդ, չէ, անկախ կազմակերպություն, այդ սորոսականների հետ որ փողը լափում, իրանք են անում, ժողովուրդ, դա իրանց փողերով է արվում, Եվրոդատարանում, ասենք, եվրոպացի դատավորին փող, որ մուծում ես, որ քո գործը նայեն, որովհետև դու խնդիր ունես պետության հետ, դա անում է անկախ լրատվամիջոցը, անկախ կազմակերպությունը, որը որ ստե փող է դնում։
Ես դա չեմ կարող հասկանամ։ Ինչն է խնդիրը։ Այդ անպայման երբ որ բյուջեից է ծախսվում այդ փողը, ասում է բյուջեից ծախսվեց։ Որ դրսից է ծախսվում այդ փողը, ասում է գրանտակերը։ Չհասկացա, այդ ինչ տես մի պրոբլեմա է այդ գրանտակերությունը։ Եթե դա լավ բանի համար է ծախսվում, հիմա կասեք, բայց վատ բանի համար էլ է ծախսվում է։ Հա։ Է պետական փողն էլ է լավ բաների համար էլ է ծախսվում, վատ բաների համար էլ է ծախսվում։ Վատ բաներն էլ բան է, հոմոսեքսուալիստների բաների այդ միասեռականներին են աջակցում։ Դու կարծում եք պետության մեջ չկա տես մարդիկ նստած, որոնք որ լավ էլ աջակցում են։ Այդ ինչ արեց Սորոսի փողը արեց։ Հավեր ժողովուրդ ջան, այդ միասեռականների մասին այդ ասեք այդ խոսույթը հենց որ խոսում են ինչ որ դրսի փողերի, դրսի երկրների, հարևանների, Եվրոպայի, միանգամից հիշում եք միասեռականներ։ Ժողովուրդ, դուք խնդիր ունեք միասեռականության հետ։ Ես այդ խնդիրը չեմ տեսնում։ Որովհետև ես իմ հաստաղիքը օգտագործում եմ ըստ նպատակի։ Նպատակը մեկն է։ Ուրիշ նպատակ չունեմ, դրա համար չեմ ինձ չի հետաքրում այդ խնդիրը։ Հասկանում եք։ Այդ խնդիրը ինչի է տենց հետաքրում։ Ինչ է եղել։ Հա, սենց բաները միասեռականները լցվել են, հա, Լեննագանի փողոցներով, բաներով, սաղ միասեռական, հա։ Ստեյը մարել եք ասում։ Ամերիկայի համար դպրոցներում պրոպագանդվում է, չկա տենց բան ժողովուրդ։ Չկա։ Կա առանձին ինչ որ տենց համայնքներով ապրում են այդ մարդիկ։ Կա առանձին կլուբեր, մի օր կգնամ այդ կլուբերից մեկը, ընդդեից բան կանեմ մի հատ։ Ռիլս կանեմ, կտեսնեք։ Բայց որ փողոցում սենց քայլեն ման բան, տենց ես չեմ տեսել, հա, կարող է պատահի Սանսետի վրա, ասում են տենց կլուբերի կա, բան կարող է տեսնես մի երկու հատ։ Լավ, դրանց մասին չխոսենք, ես դա չեմ ուզում խոսեմ։ Ես ուզում եմ մեր հայկական մտածելակերպի մասին ասեմ, որ ասենք դրսի փողը ուրեմն դա վատ է։ Չէ, ժողովուրդ ջան, լավ է։ Որովհետև իրավապաշտպան կազմակերպությունը, որը որ պաշտպանում է քաղաքացուն պետությունից, ոստիկանությունից, դա դրսի փող պիտի լինի։ Իսկ հիմա հասկանանք ինչի համար է որևէ այլ պետությունում փող դնում։ Խոսքը դեմոկրատական պետությունների մասին է, Եվրոպայի, Ամերիկայի եւ այլն եւ այլն։ Հիմա իդեպ այդ CRC-ը զիբիլա ոնց է կոչվում, որ Ամերիկայից փող էր գալի, որ ազատություն ռադիոկայան աշխատի բան, հիմա դա փակվելու է, թե արդեն փակվել է։ Ու շատ վատ է, որովհետև կար մի անկախ լրատվամիջոց, որը որ ինչ որ դες մի բան էր ասում, հիմա դա էլ չի, մենակ մեկ կլսեք։ Ինչեր է։ Հիմա խոսենք դրա մասին, թե ինչու է որևէ դրսի կազմակերպություն ստեղ փող դնում։ Ժողովուրդ դրա համար, որ իրավագիտակցությունը ժողովրդի բարձրանա, որպեսզի լինեն դեմոկրատիկ ընտրություններ, եւ այդ դեմոկրատիկ ընտրությունների ժամանակ ամեն անասունի չբերեք բանի իշխանության, հա? Այլ հասկանաք, եթե մեր իրավագիտակցությունը մի քիչ բարձր լիներ, Սերժի Քոչարյանի բանի վան, Նիկոլը չէր գա, ուրիշ մարդ կդնեինք։ Հասկանայինք, որ սենց լավ չի, ասենք, չի լինի փոփոխություններ։ Ես էլ չէի հասկանում, ես փոփոխություններ էի, Նիկոլին կոնկրետ ես չեմ էլ ընտրել, ասել եմ։ Բայց ես փոփոխություններ էի ուզում, այդ որ փոփոխություններ էի ուզում, որովհետև իմ իրավագիտակցությունը բարձր էր։ Ուզում էի, որ փոփոխություններ լիներ, բայց ժողովուրդը բերեց պատոհաս։ Եթե մի քիչ ուղեղ ունենայինք, հասկանայինք, որ տենց չի արվում, ուրիշ ձև կանեինք։ Նախ Քոչարյանի մարտի 1-ը բանը այդ ամեն ինչը չէր լինի, հետո Սերժ Սարգսյանի ժամանակ փողերը չէինք վերցնի, գնայինք ընտրությունների, ու եւ այլն, դա սա իրավագիտակցությունն է։ Իսկ ինչի է ուզում դրսի որևէ կազմակերպություն կամ որևէ պետություն քո պետության իրավագիտակցությունը բարձրացնի, ասենք իրան ինչ դառնա։ Դեք ինչի համար, որ Պուտինի ու Ալիևի նման անասունները չգան իշխանության, հա, որովհետեւ պատոհաս չդառնան ամբողջ աշխարհի համար։ Իրավագիտակցությունը բարձրացման համար
Որի դեմոկրատիա, որ մարդու իրավունքները պաշտպանվեն։ Ինչի համար է ուզում որ տենց լինի, միակ քայլել գնանք։ Որովհետև պատկերացրեք, որ դուք ապրում եք ինչ-որ մի տարածքում, ինչ-որ մի շենքում, ասեմ, շենքում։ Դուք ձեր բնակարանը ռեմոնտ եք արել, սիրում բամա, ձեզ մար ապրում եք։ Բայց վերևը ապրում են բոմժեր։ Գալիս են դուրը ծեծում են, ամեն անգամ փող են ուզում դեզանից, հետո չեն տալիս։ Ջուրը բաց են թողնում, կաթում է գլխիդ, որտեղ անասուն են։ Հա, պատեզում ծխում թքում են դրանդ վրա։ Ու դու նեղվում ես, որ համայնքում ես ապրում, ինչ որ համայնքա վարման օրենքներով ես ապրում, բայց կողքինդ անասուն է։ Դա համար է արվում, որ մեր նման աղքատ երկրներից մարդիկ հետո բոբիկ ու բան տները չծախեն Մեքսիկայով փախնեն ստեղ ջոգում ես, որ դու պրոբլեմ ունենա այս երկիրը։ Որ նորմալ մարդիկ ասենք որ ուզում է գրին քարտ ստանա, գրին քարտա ստանում, գալիս է աշխատում, աստեղ է աշխատում, ընդեղ է աշխատում, նալոգամուծում։ Դրա համար է արվում ժողովուրդ, որտեվ երբ որ քո շրջապատը վատնա, դու ես դժվարություններ ունենում։ Դա չհասկացան հենց մեր օլիգարխները։ Մինչև հիմա, չգիտեմ, քանի որ մոտ 3-4 ամիս առաջ որ Հայաստանում էի, Աբովյանի ճանապարհը որ կա, որ գնում էիր մինչև որ Սևանի տրասը, Ծառուկյանի ճանապարհին աջ կողմից երևի քիշեք, կանաչ գույնի, մի զզվելի գույնի, ինչ-որ մեծ վագոնչի կա դրած։ Մինչև այս վերջերս դե մարդիկ էին ապրում։ Ու այդ միշտ ասում եմ, լավ, այս հարուստ մարդը, մի չասենք ոնց աշխատա, ինչ աշխատա, հարուստ մարդ է։ Անցնում է, այդ ամեն անգամ այդ, ասենք այդ բոմժերին, որ տենում է, այդ ինչ-որ ծակ տրուսիկով կախած այդ լվացքը բանը, ինքը իրան լավ է ազգում, որ սարի վրա տուն ասարք է։ Դու ոնց կարող ես քեզ լավ զգաս, եթե այն երկրները, հետ սովետական երկրները, մեր նման երկրները, միլիոններով փախստականներ ունեն, միլիոններով։ Ու հետո գալիս են ստել ֆրադեն անում, էլ գողություն, էլ եսի մինչ, խոսքը Հայաստանի մասին չի միայն։ Իդեպ ես մի շատ լավ դեպք իմացա այս վերջերս, որ բանտերում բացարձակ հայերը ամենաառաջինը չեն։ Սկզբից ուրիշ ազգերն են, մենք ընդամենը 1% է, այդ ինձ սխալ ինֆորմացիա են տվել, ես ներողություն եմ խնդրում։ Դրա համար արվում ժողովուրդը, որ չլցվեն ժողովուրդը ստենդը, հիմի լավ է, որ սա Եվրոպան բոմժանոց է դառել։ Լավ է, որ Փարիզով բանից գալի, քայլում ես, մեկը տնում ես հոպ, նստեցին նամազ են անում ժողովուրդ, հայ, Ալլահ ակբար։ Լավ է, որ ժամանակին այդ երկրները կրթվեին, ունենային բժշկություն, ունենային կրթություն, երևի տես չլներ։ Այդ երկրների մա Եվրոպան պրոբլեմներ չեր ունենա։ Քիչ են տալի այդ փողը, քիչ։ Վատ է, որ ռակով հիվանդները բուժվում են ժողովուրդ։ Վատ է, որ երկրներում կա այդպիսի ֆոնդեր տարբեր, որ ասենք ռակով երեխեքին հիվանդ կամ մարդկանց բաման, ոչ թե պետության փողով են բուժում, որովհետև պետությունը կարող է փող չունի, այլ բուժում են այն նմանատիպ առողջապահությանը հատկացվող փողերով։ Վատ է, դա գրանտակերություն ախպերն է, այդ խիրուրգը փող է վեկալը դրա համար է։ Օպերացիանում խի կարող է մեր սիրուն աշկերի համար է մեր երեխուն փրկի։ Հո դուք դեբիլ չեք արա, դա ի՞նչ խոսույթ է вообще։ Հիմա էլի կոնկրետ անունի մասին, Լևոն Բարսեղյան։ Ասեմ մի անգամից։ Անձամբ մի անգամ եմ տեսել Սասնա ծռերի բաների բազարի ժամանակ, որ դուս եկավ միլիցիկ ինչ եք, էդ եմ ճանաչի առաջի անգամ, հերվից տեսա, երբեք հեռախոսով չեմ խոսել հետ, ճանաչում եմ միայն որդուն, էլի մոտիկ չեմ ճանաչում 2-3 անգամ եմ տեսել, քակ կուսակցության ժամանակ եմ մի անգամ հանդիպել, տենց խնդացինք անցանք, այդ տղեն, Լևոն Բարսեղյանի տղեն, հայկը, ամբողջ օրը on-line ռեժիմով Սյունիքի մարզ կլինի կամ էսի ուրիշ տեղ կլինի, եթերներ անում շատ ակտուալ, շատ ցավալի,
Հա, այս վերջերս եմ եթեր արեց, որ մի ծառ են կտրել, որտեղ Համասյանը պետքա համերգ տար եւ այլն, շատ տխուր եթեր էր։ Ամբողջ օրը զբաղվում է մեր իրավագիտակցությունը բարձրացնելով։ Ես չգիտեմ, սորոսիցա փող ստանում, կամ վումից է ստանում, կամ вообще ստանում է թե չէ, որովհետեւ ես էլ չեմ ստանում ժողովուրդ։ Ես էլ փող չեմ ստանում, բայց զբաղվում իրավագիտակցության բարձրացմամբ։ Ինձ թվում է, որ այս ասած արածը վատ բան չի։ Դու օրինակ, ասենք, ես վերջերս մի ընտանիք մոտեցավ ինձ, ասեց, որ գիտեք ինչ, մենք Ռուսաստանը գնացինք, հիմա եկել ենք ստեղ եւ ստեղից գնալու ենք Հայաստան։ Ձեր եթերների շնորհիվ է եղել դա։ Հիմա չեմ բարձրացնում իմ բանը, իմ նշանակությունը, ախ, ես որ չլնեի կործանվել էի, չէ, բայց այդպես կաթալով, ինչ որ բաներ է փոխում հասարակությունում, այդքան բան։ Հիմա այդ Լևոն Բարսեղյանին, որ ասում եք գրանտակեր է էս այնա։ Այն մարդն էլ ասել է, հա, պետությունից երբեք փող չեմ ստացել։ Վատ է, արել որ պետությունը չի ստացել։ Որ բյուջեի վրա նստած չի եղել, որ բյուջեն չի ծծել, հա, վատ է։ Դրսից է ստացել այդ փողը, իրավագիտակցության մակարդակի բարձրացման է զբաղվել։ Սաղ կյանք, ծեծակերը ոստիկաններից, այն ոստիկաններից, որոնց դրսի փողերով շոր են հագցրել, կամերաներ են դրել, բան։ Ուրիշ բան ոստիկանները դրանից մարդ չեն դառնա, ասենք, այդպես իրավագիտակցություն չի բարձրանա, որովհետև դա պետությունն է սխալ օգտագործում։ Բայց այդ կամերաները, այդ բաները որ կա, այդ դրսի փող է, սորոսականներն են տվել, դրսի փողերն ախպես սախ։ Հա։ Ու այդ դրսի փողերը ոստիկանություն Լևոն Բարսեղյանին ծեծում էին։ Վատ բան արել, ժողովուրդ մարդուն նայեք ինքը ինչ է արել, սորս ուտես հիմա ասել էի, կամ ես ինչը դա կապ չունի, մարդը ինչը, մարդու աշխատանքը հետ կա, չգիտեմ ասել եմ թե չէ, ոնց որ թե նոր ասեցի, որ բացահայտում է այդ բան վատ է արել, էդ էլ է դրսի փող, էդ ասել եմ կարծես թե։ Հիմա այդ մարդը հաղորդումներ է արել սաղ կյանքը, անկախ լրատվամիջոց է եղել, խոսել է Գյումրիի պրոբլեմների մասին, խոսել է մեր երկրի պրոբլեմների մասին, իրավապաշտպանության մասին, ոստիկանների դատելու մասին, որ ասենք ոստիկանը իրան վատապահ է բան արել, անհապաչափ ուժ է գործածել, բայց նայում եմ իր ծրագրերը։ Հիմա ինչ եղավ, որ ասենք վդրուկ ինքը դառավ սորոսական, էլի տենց, միանգամից տենց այդ պիտակը կպցնում եք, ու ասում եք բան։ Ժողովուրդ, եթե դեմոկրատիկ արևմտամետ ուժեր չեկան իշխանության, մենք կլենք էլի բան, էլի մենք կլենք տենց նախնադարյան ինչ որ տենց մակարդակի վրա, հասկանում եք, տենց կլենք։ Իրավագիտակցությունը չի բարձրանա, մենք չենք կարող մեր երեխեքին նորմալ կրթություն տանք, եւ այլն, բանա, իրավապաշտպաններին չենք կարող դիմենք, որտեղ իրանց փողը կտրեն, ու կմնանք մենակ պետության հաշվին։ Իսկ պետության մուննաթին, որ մնացիք ժողովուրդ ջան, ոչ մի երկիր, ոչ մի հասարակություն մենակ իր պետության մուննաթին չի, որտեղ պետությունը չի ուզում դու իր դեմ խոսես, պետությունը չի ուզում, որ դու իր դեմ քրեական վարույթներ հարուցես, չի ուզում, չէ՞, որ պետությունը կուզենա։ Ինքը դու կփագի, ինքը կճնշի։ Բայց ձեր կարծիքով այս նախկինները, որ տենց հասում են, ինչ են մնացել ժողովուրդ։ Որովհետև շատ հարմար են սրանց համար։ Եթե իրականում իսկապես վտանգ ներկայացնեին իրանցից, կփագեին։ Իսկ այդ կազմակերպությունները, որ կա, իրանք հասարակության զենքն են, ուրիշ բան, որ այդ զենքը կարող է սխալ օգտագործես։ Գիտեք, նույն հոսանքի խնդիրը, որ բերեմ, օրինակը, կարաս լամպ վառես այդ հոսանքով, կարաս մատը այդ կողեշ տեպսելի մեջ ու մեռնես։ Դու ես որոշում։
Եվ մեծ մասը այդ որ փողերը գալիս է, իրանք հսկում են այդ փողը ինչի վրա է ծախսվում, բնականաբար։ Չգիտեմ, շատ այսպես բուրըն process-ներ են գնում Լեննականում, Գյումրիում։ Ես կուզեմ, որ նորմալ կիրթ ոչ թե ինչ-որ դուրսը մաուզը ռվկերագելը ֆայտոնի վրա նստինք, եստանք խփենք, մորտենք, բանը, իմ Գյումրի ցավը դանեմ մեռնիմ կյանքին մեր քաղաքի, ոչ թե դրանք, ոչ թե միշիկ-չիշիկների ինչ-որ մնացորդները, այլ դե սուրուսականները, ինձ ավելի նախընտրելի են։ Մարդիկ, որոնք որ դրսից են սնվել, եւ իրանց ամբողջ կյանքը նվիրել են հասարակության իրավագիտակցության բարձրացման, իրանք ինձ նախընտրելի են։ Նույն եթե Բարսեղյանի տղու օրինակը բերեմ, Հայկի, հա։ Ժողովուրդ, նայում ես ընտանիքի մեջ ինչ են խոսել այդ մարդիկ։ Նայում ես այդ մարդիկ ոնց են ապրել, ոնց է այդ տղեն դասիրակվեց Հայկը, դե ջահել է, չէ։ Ինձանից ջահել է։ Ոնց է դասիրակվել, ինչի ասենք ամբողջ օրը չոլու բաների մեջ ընկած լայվեր անում, ասում է ժողովուրդ ջան, այս սարերը մի կտրեք, ժողովուրդ էս մեր բնությունն է, մի արեք, ամոթ է, հոդուկ անասուն չեք, մի արեք։ Լսել է, չէ երևի ընտանիքի մեջ, չի լսել, որ օփելով համբալները եկան լծվան քաղաք, էդի չի լսե ինքը։ Աչքով տա, որ հասկանաք ու մասին է խոսքը։ Ինքը լսել է տենց բաներ, որ սա մեր հայրենիքն է, ժողովուրդ։ Տղա ջան, գիտես, այս ծառը, որ ասենք տակը բան են արել, փչացել են, որ կտրել են, բան լավ չի։ Եվ այդ երեխան տենց է մեծացել, հիմա դառնա բնապահպանական ինչ-որ տենց լայվեր ամ։ Այստեղից դու եզրակացություն ես անում, որ նորմալ ընտանիք է եղել այդ ընտանիքը։ Ну, որպես ընտանիքի ինստիտուտ կարող է նորմալ չի եղել, բայց նորմալ մարդիկ է տեսել այդ մարդը, այդ տղեն, այդ Հայկը որ կա, որով իրան եմ ճանաչում, հորը չեմ ճանաչում։ Կարող է իրականում կյանքում շատ արգատելի մեկ լինի, չգիտեմ։ Բայց տեսնում ես իր արժեքները, եւ հասկանում ես, որ հա, լավ կլներ, որ սա լիներ։ Ժողովուրդ, նայեք մարդու գործերին, երբեք մի նայեք կուսակցությանը, ես իմ ինչն է, ես իմ ինչա ասում ինքը, բան, եթե կուսակցությանը մենք որ նայեք այդ կուսակցությունը ինչա արև աղտին։ Նայեք մարդուն։ Եվ այդ մարդուն ընտրեք։ Ոնց կուզեք ապրել սանից հետո, ասենք, այդ ընտրություններից հետո, որ ասենք պետությունից փողը վերցվի, շենքերը սարքեն, գողանան, հետո այդ շենքը երկրաշարժից հետո փլվի, հա, ոնց կուզեք պրոստը փողոցով քայլեք, ամեն մի ոստիկան կամ ամեն մի ուրիշ մի լրբի վաստակ գածես ծեծի, բռնաբարի, հա, ոնց էլ ասենք բանում Էջմեզնում ոնց էր առաջ։ Այդտենց եք ուզում։ Թե ուզում եք նորմալ ապրեք, ասենք, ուզում եք հանգիստ ապրել, գոնե, ու ասենք միասին իշխանության հետ, այն որին դուք կընտրեք, քաղաք կառուցեք։ Շունիկներ անցան։ Չգիտեմ, այս թեմայով է ուզում շփվել ձեզ հետ։ Կոնկրետ ոչ մեկից ոչ փող եմ ստացել, ոչ ռուսական եմ, ոչ բան եմ։ Ես ոչ պետությունից երբեք փող չեմ ստացել, համարյա պետական հիմնարկներում չեմ աշխատել։ Միշտ աշխատել եմ, այսպես ասած, այն առով ինչ որ հիմա աշխատում եմ։ Մի մասին չխոսենք, մտածեք ժողովուրդ ջան, որ գնաք ընտրությունների մտածեք, իսկ ես կնոպկեն գտնեմ արդեն շատ խոսեցի։ Շների հացը կդրինք, ես դե ինչքան խոսեցին, կներեք։ Երկար եղավ, կնոպկեն։